Պարոն Մեխակյան, հաշվի առնելով, որ այսօր Էջմիածնում թիմ ընտրություններ են, շատ կարևոր ընտրություններ են սրանք, դուք իշխող քաղաքացիական պայմանագիր կուսակցության թեկնածուն եք։ Նախ ուզում եմ ընդհանուր հասկանալ քարոզարշավից հետո տրամադրվածությունը քաղաքացիների այսօրվա ընտրությանը, այսօրվա քվեարկությանը մասնակցելու առումով նախ ինչպես է գնահատում։ Ասեմ, որ մենք քարոզարշավը ամփոփելուց եւ ամբողջ քարոզարշավի ընթացքում հասկացել ենք, որ մեր քաղաքացիները շատ լավ են տրամադրված եւ ակնկալում ենք նախորդ ընտրությունների համեմատ, թիմ ընտրությունների բավական ավելի մեծ հետաքրքրություն եւ հետեւաբար նաեւ ակնկալում ենք մեծ մասնակցություն, ինչը այս պահի դրությամբ ֆիքսել ենք, որ օրինակ նախկին Խոյ համայնքի ընտրատարածքներում այս պահի դրությամբ նախորդ 21 թվականի նորից նույն ժամի համեմատությամբ գրեթե 3 անգամ մեծ է մասնակցությունը, իսկ Էջմիածին քաղաքում 2 անգամ է մեծ մասնակցությունը, դա նշանակում է, որ մեր քաղաքացիները բավական մեծ հետաքրքրություն ունեն ընտրություններին մասնակցելու համեմատած 2021 թվականին։ Իհարկե դա օբյեկտիվ պատճառներ էլ կա այդտեղ, նախորդ անգամ նոր էր խոշորացումը եւ խոշորացված համայնքների հետ կապված որոշակի ապատեղեկատվություն էլ կար տարածված, որ մի թղթի համար պետք է գնան եւ այլն վազվզեն այստեղ այնտեղ, ես կարծում եմ, որ այս վերջին 4 տարիների ընթացքում այդ թեզերը ուղղակի ակտուալ չեն էլ եւ մեզ քարոզարշավի ամբողջ դրական էներգետիկան հուշում է, որ մեր իշխող ուժի նկատմամբ մեծ հետաքրքրություն կա քաղաքացիների կողմից։ Պարոն Մեխակյան, քանի որ բավականին ակտիվ նաեւ շրջայցերի մեջ եք, տարբեր տեղերում եք լինում, շտաբերում, եղել են օրինակ արդեն ահազանգեր մյուս ուժերի ներկայացուցիչների կամ նրանց ինչ-որ թիմակիցների կողմից խախտումների, զեղծարարությունների եւ այլն, ստացել եք նման ահազանգեր, թե ոչ։ Լուրջ ահազանգեր չենք ստացել, բայց ակնհայտորեն կան քաղաքական որոշ տենց թեզեր առաջ տանող անձինք, որոշակի, այսպես ասեմ, դիտորդական առաքելություն իրականացնող նախաձեռնությունների անվան տակ, որ անդադ խնդիրներ են ստեղծում, մեր բնակիչների հետ, ընտրողների հետ կոնֆլիկտներ են ստեղծում տեղում, բայց կարծում եմ հանձնաժողովը պետք է դրան ուշադրություն դարձնի եւ եթե կան մարդիկ, ովքեր ընտրական process-ը հստակ միտումնավոր եկել են խաթարելու համար, պետք է արձանագրի հանձնաժողովը եւ դուրս հրավիրի այդ մարդուն, անկախ դրանից նա դիտորդական առաքելություն է իրականացնում, հանձնաժողովի անդամ է, վստահված անձ է, թե ինչ է։ Ձեր հաղթանակի շանսերը ինչպես է գնահատում, ձեր ակնկալիքն այս ընտրություններից, քանի որ այսպես ասած նաև քանի որ նոր մարդ չեք, այս պաշտոնում, մինչև այս էլ ժամանակավոր պաշտոնակատարն եք համայնքապետի, մինչև այդ էլ տարբեր պաշտոններ զբաղեցրել եք, բայց այլևս այս կարևորագույն, առանցքային պաշտոնում ինչպես է հնարավորությունը ձեր հաղթանակի գնահատում։ Նախորդ տարիներին Խոյ համայնքում մեր կատարած աշխատանքները, որը նաև այս պահին շարունակական է եւ վերջին նա ինչու՞ չէ նաև Էջմիածնում եւ վերջին մի քանի ամիսների իմ ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելուց հետո վաղաշաբաթում մեր շփումները, իմ շփումները բնակիչների հետ իրենց խնդիրները քննարկելը, իրենց բարձրաձայնած հարցերը քննարկելը եւ քարոզարշավի ընթացքում եւս մեկ անգամ անդրադառնալը այդ ամենին մեզ հուշում է, որ ամեն ինչ լավ է լինելու եւ մենք ստանալու ենք մեր ընտրողների քվեների բացարձակ մեծամասնությունը, հետեւաբար այս ակնկալիքը ունենք մեր ընտրողներից, որովհետեւ մենք շատ ակտիվ քարոզարշավ ենք իրականացրել, փորձել ենք հնարավորինս շատ մարդ տեսնել, հնարավորինս շատ քվեարկող տեսնել, շատ խնդիրներ լսել, խոսել այդ խնդիրների մասին, չխուսափել եւ հստակ փաստարկված խոսել այդ թվում այդ խնդիրների մասին, ոչ թե դա կանենք, բան, այդպես չէ։ Մենք հստակ ասում ենք, սա կանենք օրինակ ընտրվելուց հետո առաջին տարում, այն մի խնդիրը երկրորդ տարում, երրորդ տարում եւ այսպես շարունակ։ Այդուհանդերձ, եթե ոչ, պարոն Մեխակյան, այսինքն եթե անկախ ամեն ինչի չստացվի այդ բացարձակ մեծամասնությունը, արձանագրել, նկատի ունեմ 50+1-ը, որ ուժերի հետ է օրինակ պատրաստվում դաշին կազմել, կոալիցիա կազմել, հնարավոր գործակցությունը ում հետ է օրինակ պատկերացնում։ Ես այս պահին չեմ կարող այդ հարցին պատասխանել, որովհետև մենք տրամադրված ենք 50+-ի, բացի դրանից դա խիստ կախված է նրանից, թե որ ուժերն են անցողիկ չեմ հաղթարելու կամ անցնելու, այսպես ասած, հաջորդ փուլ։ Եթե չի լինում բացարձակ մեծամասնություն որևէ ուժի կողմից։ Հետևաբար այս պահին դա քննարկելը կարծում եմ
այդքան էլ բոլոր տեխնացուներ դա են ասում, եկել ենք բացարձակ հաղթանակի, եկել ենք միանձնյա իշխանություն ստանձնելու։ Այսպես ասեմ, քոչարյանական թևի որևէ ներկայացուցիչների հետ բնական է չենք պատրաստվում որևէ համագործակցություն։ Առնվազն դա բացառում ենք, այսպես ասեմ։ Հանրապետություն կուսակցության հետ օրինակ պատկերացնում եք, քիչ առաջ էլ երբ Հարություն Մկրտչյանի հետ զրուցում էինք Հանրապետություն կուսակցությունից առաջադրված տեխնացուի, նա նշում էր, որ օրինակ ինքն էլ եկել է բացարձակ հաղթանակի, բայց տեսնելու դեպքում հա արդյունքները արդեն ինչպիսին կլինեն, ասում էր, որ ընդհանուր առմամբ մենք կոալիցիան չենք պատկերացնում, որովհետև ես կարծում եմ իմ անձնական դիրքորոշումը, որ կոալիցիոն կառավարումը Հայաստանում դեռևս չի հաջողվել ոչ մի ուժի իրականացնել, բացառությամբ Երևանն է, որ այս պահին քիչ թե շատ հաղթահարում է դա, բայց մենք նախորդիվ եւ Փարաքարում, նախորդիվ եւ տեսանք Գյումրիում, տեսնում ենք, որ կոալիցիոն կառավարումը մեր ուժերը դեռևս պատրաստ չեն։ Դե Երևանն էլ երևի ավելի մայրաքաղաքն է ու ավելի քաղաքակիրթ են երևի թե մարդիկ, դրա համար հաջողվում է իրախություն մեզ իհարկե նշեմ, դրա համար ես չեմ պատկերացնում կոալիցիոն կառավարում, դա իմ կարծիքով արդարացված կառավարում չէ, դա չի բխում համայնքի բնակիչների շահերից, որովհետև ակնկալիքները շատ մեծ են եւ ժամկետներն են շատ սեղմ։ Շատ լավ։ Իսկ հաղթանակի դեպքում առաջնային քայլը, առաջնահերթ աշխատանքը ո՞րն է լինելու։ Առաջինը դա սկսված ծրագրերը, որ ընթացքի մեջ են, անխափան դրանց շարունակականությունը ապահովելն է առաջին հերթին եւ այս ընթացքում մշակել նոր ծրագրեր հիմնված բնակիչների կարիքների հիման վրա, որը որ մենք այս ընթացքում գույքագրել ենք մեր քարոզարշավի եւ իմ պաշտոնավարման ընթացքում շատ ծրագրեր ունենք արդեն նախագծեր, որ ընտրվելու դեպքում արդեն ընթացք ենք տալու այդ նախագծերին սուբվենցիոն ծրագրերի կամ այլ ծրագրերի միջոցով իրականություն դարձնելու համար։ Մենք ունենք ծրագրեր, որոնք որ հաստատվել են, դեռևս ակտիվ փուլում չեն գտնվում, որովհետև օրինակ ասֆալտապատման աշխատանքներ ունենք անելու, բայց այս պահին կոյուղի ենք փոխարինում, որից հետո ասֆալտապատման հիմնանորոգման աշխատանքներ կիրականացնենք եւ այսպես շարունակ։ Չնայած դեռևս մի քանի ժամ կա, հա, մինչև քվեարկության ավարտը, բայց ինձ հետաքրքիր է նաեւ, եթե օրինակ ակնկալվածի չափով չլինի քաղաքացիների մասնակցությունը, քաղաքացիների ակտիվությունը այս քվեարկությանը, մենք ցավոք ունենք նաև նախադեպեր, երբ քաղաքացիները տիպ մակարդակով ընտրություններին բավականին քիչ են մասնակցում, որ տեխնացուն էլ որ կհաղթի, չեք կարծում, որ կունենա օրինակ նաև այդ առումով լեգիտիմության խնդիր։ Ընտրական օրենսգրքի պահանջ է, այսպես ասեմ, դեռ այլ ձևաչափ չունենք։ Մենք դրա համար մեր բոլոր հանդիպումներում, զրույցներում մենք հորդորում ենք բնակիչներին, որ անպայման մասնակցեն, որովհետև պետք է հանուն արդարության նշենք այն մարդիկ, ովքեր որ անտարբերություն են դրսևորում եւ չեն մասնակցում, իրենց տեղը որոշում են այն քաղաքացիները, ովքեր որ մասնակցել են ընտրություններին։ Հետևաբար մենք պետք է հաշվի առնենք մեր ընտրական օրենսգիրքը ինչպիսի կանոններ է սահմանել եւ շարժվենք այդ կանոններին համապատասխան։ Այս պահի դրությամբ ես ֆիքսեցի, որ արդեն մենք ունենք համեմատական մասնակցության աճ նախորդ տիմ ընտրությունների, եթե այս դինամիկան պահպանվի, կարծում եմ, որ մասնակցության չափը լեգիտիմության հարց չի առաջացնի։ Իսկ այն քաղաքացիների հետ, որոնց հետ շփվել եք, նաև օրինակ որպես նաև այսպես ասած նրանց սրտի թեկնածու, առաջին պահանջը ո՞րն էր ձեզանից, օրինակ։ Շատ տարբեր է պահանջները, ամեն մեկը իրեն վերաբերող կամ իր հետաքրքրություններին վերաբերող պահանջները։ Միանշանակ առաջինը դա ենթակառուցվածքներն են, բազմաբնակարան շենքերի ապրողների համար բակային տարածքների բարեկարգումը, տանիքներ, շքամուտքեր, կոյուղին շատ մեծ խնդիր է, որ պարբերաբար այդ մասին խոսվում է, եւ այսպես շարունակ։ Բոլոր ոլորտներն էլ շատ կարեւոր են եւ բոլոր ոլորտներից էլ հարցադրումներ եւ պահանջներ եղել են, որ անպայման այս հարցը ընտրվելուց հետո առաջինը կլուծեք։